Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Վիլյամ Գերնալ, օր հունիսի 2։ Ով որ դավանե, թե Հիսուսն է Աստծո որդին, Աստված նրանում է բնակվում և նա Աստվածանում։ Առաջին Հովհաննես 4:15 խոսք։ Քրիստոնյան պետք է քայլի իր սեփական ճանապարհով և ոչ թե այս աշխարհի նորաձևությանը համապատասխան։ Մեզ պատվիրված է չհամապատասխանել այս աշխարհին, այսինքն չհամապատասխանել աշխարհի ապականված սովորություններին։ Քրիստոնյան չպետք է լինի այնպիսի զիջող բնավորության տեր, որ իր հավատքի հագուստը կտրի ու ձևափոխի ժամանակների նորաձևության կամ այն շրջապատի տրամադրության համաձայն, որտեղ գտնվում է։ Ինչպես այն պալատականը, որին հարցրին, թե ինչպես է կարողացել պահպանել իր պաշտոնն այդքան փոփոխական ժամանակներում, երբ մի ժամանակ իշխանը կողմ էր կաթողիկությանը, իսկ մեկ այլ ժամանակ դրա դեմ, նա պատասխանեց. «Ես համառ կաղնի չեմ, այլ ճկուն ուռենի, որ կարող է խոնարհվել քամու առաջ»։ Քրիստոնյան պետք է անսասան մնա իր սկզբունքներին և չփոխի իր սովորությունները, այլ նա պետք է ազատորեն ցույց տա, որ ինքը հայրենակից է ճշմարտության մեջ իր սուրբ համառությամբ։ Ինչ ատելության, ինչ որոգայթների, ինչ վտանգների է ենթարկում քրիստոնյային նրա այս բացառիկությունը։ Ոմանք կսուլեն և կծաղրեն նրան, ինչպես ձեր փողոցներում կծաղրեին իսպանական ոճով հագնված մեկին։ Այդպես էր ծաղրում նաև մեղքողը Դավթին։ Իրոք, աշխարհը քրիստոնյային իր կյանքի այդ առանձնահատկության պատճառով հաճախ համարում է պարզապես հիմար։ Կարծում եմ, թե որ հենց այդ պատճառով է առաջացել այն մականունը, որով մարդիկ սովորաբար անվանում են միամիտ կամ անմիտ մարդուն։ Այնպիսի իրավիճակում, երբ քրիստոնյան պետք է կամ ուրանա, կամ տառապի դրա համար, հրաժարվի աղոթքից կամ դառնա դաժան ու արյունարբու մարդկանց զոհը, որքան խորամանկ արդարացումներ և ինքնապահպանման համար մտածված տարբեր պատճառաբանություններ է գտնում վախկոտ ու տատանվող սիրտը։ Սակայն ճշմարիտ քրիստոնյան, որ բախվում է այսքան մեծ ընդդիմության, պետք է ամուր նստած լինի իր հավատքի թամբին, այլապես շատ շուտով վայր կընկնի այնտեղից։